Տեսեք, անցած տարի, երբ որ մենք վերածննդի շարժման շրջանակներում դուրս էինք եկել փողոց, բազում անպատասխանատու մարդիկ մեզ ասում էին աթոռակռիվ են անում։ Կարծում եմ սրանից ավել ապացույց, որ մենք թքած ունենք զուտ աթոռի վրա այն է, որ մենք չենք մասնակցում ընտրությունների։ Ձեզ ինչ է թվում, եթե ես մասնակցեմ, ես բավարար քանակության ձեն չեմ ունենա։ Իհարկե կունենա։ Կամ այսօր որ մի տեխնացուն չի ուզի իր թիմի մեջ ինպես կադր ունենա։ Մենակ առաջարկներ եղել է բազում, բայց ինձ պետք չի այդ աթոռը։ Ինձ պետք չի գնամ ընտրության ինքը որ աթոռ ունենամ։ Ու լիքը անպատասխանատու մարդիկ մեզ մեղադրում էին, որ աթոռակռիվ են անում։ Բա հիմա ինչ կասեմ։ Հիմա էլի ձեները կտրեն նստել են։ Ու ոնց որ միշտ յուրաքանչյուրը ով մեզ ինչում զրպարտել է, որոշ ժամանակ անց լեզուն միտեղ դրել է նստել է վրան։ Ստիպված նոր բան են մոգոն է, հա, ուրեմն էս է, ուրեմն լավ ինչքան կարան է։ Եթե իմ ուշում միտք կներ աթոռը, ես առհասարակ ընտրության էլ կմասնակցեի, լիքը բան կանեի։ Ինձ աթոռը չի պետք։ Ինձ պետք է քաղաքականապես կրթված, կիրթ, գիտակից, ազգի ընտրությունը, որ ոչ թե իրան ստիպեն դնեն այս երկու բանը, ընտրի այս սրաստրուկն ես թե նրա։ Տվյալ դեպքում ռուսի ստրուկ ես թե թուրքի։ Այսինքն գուբերնիա ես թե վիլայետ ու մարդը նստի ասի հիմա որն է լավ, որ վիլայեթը լինենք սենց, որ գուբերնիա չկա միջին։ Ես ուզում եմ այդ միջինն էլ որպես ընտրություն լինի ու հայ մարդը ուղակի նստի ասի այ էսա իմը։